Եվ այսպես սկսում ենք մեծ բանամարտի առաջին թեմայի բանավեճը։ Այժմ հրավիրենք ներս մեր գլխավոր հերոսներին, իրենց թիմերի ղեկավարներով։ Բայց սկսենք ամենասկզբից։ Ինչ է առհասարակ իրանից ներկայացնում բանամարտ նախագիծը։ Ամեն եթերային ցիկլի շրջանակներում նախագծին մասնակցում է երկու համալսարան, որոնք նախընտրական փուլի շրջանակներում ձևավորում են ուսանողական թիմեր։ Վերջիններս իրենց հերթին 5 օր շարունակ անցնում են ինտենսիվ, ոչ ֆորմալ ձևաչափի դասընթացներ, պատրաստվելով շաբաթվա վերջում կայանալիք մեծ բանավեճի։ Բայց ամեն ինչին անդրադառնանք հերթով եւ աստիճանաբար։ Տեղեկատվական արշավի շրջանակներում մեր ստեղծագործական թիմն այցելեց Երևանի պետական եւ հայ-ռուսական սլավոնական համալսարաններ, պատմելու ուսանողներին նախագծի, դրա նպատակների, առաքելության ու կարեւորության մասին։ Բարև ձեզ։ Ողջույն ընկերներ, ողջույն։ Երբևէ բանավիճել եք։ Անկեղծ ասած ոչ։ Ես չեմ կարող բանավեճել այն թեմայով, որից ես տեղեկացված չեմ։ Ինչը շատ ռացիոնալ է։ Մենք դեռ սպասում ենք ինչ-որ մեկին, թե կարող ենք սկսել։ Դուք գալիս եք, աղջիկներ։ Բա մենք ձեզ ենք սպասում, մինչև դուք չգաք, մենք չենք սկսի։ Սա մի ուրիշ կարևոր բան ունի։ Իրականում երիտասարդությունը կարծրացած կոմպլեքսներով վերաբերմունքը իհարկե նմանօրինակ միջոցառումներին նաև պիտի օգնենք հաղթահարել, որտեղ շատ դեպքերում են տեսախցիկի այդ աշխատանքը հետագայում փորձագետ խնդրեմ անցեք, որտեղ հետագայում են մաղցեն գետներ, քաղաքագետներ կլինեն, փիլիսոփաներ կլինեն, նրանք այսպես թե այնպես փորձագիտական դաշտ են մտնելու եւ տեսախցիկի այդ աշխատանքը անսահման կարեւոր է լինելու եւ մենք հուսանք, որ այս նախագծի միջոցով այս կոմպլեքսը եւս կհաղթահարվի։ Որ ֆակուլտետներից եք երեխեք։ Մարզերից կան ուսանողներ։ Գժական։ Իսկ բանամարտի բանավեճի ակումբին մասնակցում եք, հա։ Այստեղ էլ են բեմն է, որտեղ մենք աշխատելու ենք։ Աշխատելու ենք բացատրել երեխաներին, թե ինչ է իրենից ներկայացնում բանամարտ նախագիծը, սա իրապես իրենց համար կարող է դառնալ քայլ առաջ իրենց մասնագիտական կարողությունները առաջին հերթին բանավեճի հմտությունները բարելավելու համար։ Հաջորդիվ բանամարտում նախագծի ներկայացումն ուսանողներին Ու թեման վերլուծելով, նյութեր հավաքելով, կուտակելով 5 օրվա ընթացքում մենք գալի հասնում ենք գագաթին։ Բանականության եւ էմպաթիայի մակարդակի ստուգում թեստերի միջոցով IQ, EQ թեստը առաջի անգամ լսում ենք, մեզ սարսափ առաջացնում, բայց նա լավ են գրել։ Խորամանկ ու խորիմաստ հարցազրույցներ։ Из вас не получится хорошая работа։ Մտքերի անզիջում բախում։ Բայց կամ մի շատ կարևոր ինտրիգ։ Ժամանակին մենք այդ հնարավորությունը ցավալիորեն չենք ունեցել։ Մենք շատ ավելի դժվար ճանապարհով ենք բարձրացել այդ սարը։ Մենք եկել ենք ձեզ համար այդ ճանապարհը հարթելու, ցույց տալու, որ դուք կաք, դուք փայլում եք, շողում եք եւ ձեզ բոլորը պարտավոր են նկատել, որովհետեւ հետո դուք դառնալու եք որոշումներ կայացնողներ, ազդեցություններ տարածողներ ձեր մասնագիտական ոլորտներում եւ ապացույց, որ Հայաստանը ունի հզոր եւ ֆանտաստիկ ապագա։ Ինչ է իրանից ներկայացնում բանամարտ։ 5 օր շարունակ երկու թիմ ինտենսիվ պարապմունքներ են անցնում տարբեր առարկաների շուրջ։ Դա բանավեճի արվեստն է, դա վերլուծական մտքի զարգացումն է, հմտություններն են տարաբնույթ հռետորական խոսքի հետ կապված։ Ու թեման վերլուծելով, նյութեր հավաքելով, կուտակելով 5 օրվա ընթացքում մենք գալի հասնում ենք գագաթին, բուն բանավեճի օրվա։ Այդ հարթակում պիտի կանգնած լինեք հենց դուք։ Այդ հարթակը պիտի ծառայի բացառապես ձեզ տեսաների ճանաչելի դարձնելու եւ ձեր համար նոր հնարավորություններ բացելու համար։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց այն, որ ծրագիր շարունակական է եւ յուրաքանչյուր մասնակցի թույլ է տրվելու ոչ միայն գրանցել հանրային էջ, այլ նաեւ անձնական աճ։ Ոգեշնչված ենք այս ձեր պրոյեկտից, որ ներկայացրեցիք ու անպայման մասնակցելու ենք եւ հույս ունենք, որ կանցնենք, որովհետեւ այսպիսի բաներ ուզում եմ, որ շուշուտ լինեն, որպեսզի շահագրգռեն ուսանողներին, որ իրենք սովորեն ու իրենց միտքը լսելի դարձնեն։ Ինձ թվում է հետո հաստատ փոշմանելու եմ, եթե չդիմեմ այս ծրագրին, որովհետեւ ինքնին ծրագիրը շատ մեծ հնարավորություններ է տալիս թե ինքնազարգացման համար, թե ինքնաճանաչողության համար։ Իմ կարծիքով շատ մեծ հնարավորություն է ուսանողների համար։ Շատ տպավորված եմ, որ այս ծրագրի միջոցով ուսանողները իրենց կոմպլեքսներն են, այսպես ասած, հաղթահարում։
Մեկ բանավիճել ենք թե դպրոցում, թե համալսարանում, սակայն այսպիսի ֆորմատ ավելի լայն մասշտաբով մեզ ցույց տալու, ինչպես նաև ավելի փորձառու մարդկանց հետ շփվելու չենք ունեցել։ Նախապես բացված Telegram ալիքներում ուսանողները հնարավորություն ստացան լրացնել մասնակցության հայտ, որից հետո հրավիրվեցին մասնակցելու բուն նախընտրական փուլին։ Սիրելի երիտասարդներ, ուսանողներ ջան, բանամարտ մրցաշարը ունի տարբեր մրցափուլեր, այսինքն փուլերով է լինելու։ Սյուզաննա Ավետիսյան, Երևանի պետական համալսարան, մասնագիտությամբ հանրային կառավարման ոլորտի մասնագետ եմ։ Երբ իմացա այս բանամարտի եւ նախագծի մասին, բնականաբար աջակցությունը հայտնեցի մասնակցելու եւ լինելու որպես մենթոր։ Այսօր անցնելու ենք IQ եւ EQ թեստերը։ Յուրաքանչյուրին տրվում է 20 րոպե, ընդհանուր իրար հետ 40 րոպե է տևելու։ Սիլվիա Դիկյան, ռուսայկական սլավոնական համալսարանից եմ, մասնագիտությամբ իրավաբան եմ։ Բանամարտ նախագիծը սեփական կարողությունները այլ անկյուններից բացահայտելու լավ հարթակ է ուսանողների համար եւ ոչ միայն։ Սկսելու եք իմ հրահանգով եւ ավարտելու եք նույնպես իմ հրահանգով։ Ոչ եմ անում լինել անկեղծ, որովհետեւ դուք չգիտեք մեթոդաբանությունը այդ ստուգման process-ի ինչպես է լինելու։ Դե ինչ ուսանողներ ջան, սկսում ենք մեր թեստը, IQ եւ EQ թեստերը, հետ սկսում եք իմ հրահանգով, լինում եք ավելի անկեղծ եւ ուշադիր։ Երեխեք ջան, պատրաստ եք բոլորդ։ Այո։ Դե ինչ, սկսեցինք։ Իսկ ինչ են իրենցից ներկայացնում IQ եւ EQ թեստերը։ IQ թեստը մտավոր ունակությունների չափման գործիք է, որն ուղղված է անհատի տրամաբանական, վերլուծական եւ խնդիրներ լուծելու կարողությունների գնահատմանը։ EQ թեստը հուզական ինտելեկտի չափման գործիքն է, որի շնորհիվ կարելի է գնահատել մարդու սեփական եւ այլոց զգացմունքները ճանաչելու, հասկանալու ու կառավարելու կարողությունը։ Շատ հավանեցի թեստը, իրոք, եթե ելքնել իմ ուզածը չլինի, ամեն դեպքում բացահայտեցի ինչ-որ իրավիճակներ, ոնց կվարվեի։ Գրել եմ 51։ Ոչ նամը լավ եմ գրել։ Բագորգոտ հայտարարություններ չենք անում։ Դժվար չէր։ Կենտրոնանալու հարցեր։ Հետաքրքիր թեստ էր, մանավանդ երկրորդը։ Ազնվորեն պետք է նկատել, որ հարցերը առավել քան մաթեմատիկական տրամաբանություն էին պահանջում։ Ես նշել եմ նենց, ոնց որ ես կանեի իրական կյանքում։ Ավելի հետաքրքիր կլիներ, եթե EQ թեստի առումով պատասխանները տարբերակները նշված չլինեին եւ մասնակիցները իրենք նշեին իրենց տարբերակները։ Նախկինում չէր եղել, որ նման թեստեր գրեի։ Հետաքրքրությունները անսահման էին, ամեն ինչ նոր էր։ Չէի մտածել որոշակի հարցերի շուրջ, որոնց շուրջ կարելի էր իրականում մտածել։ IQ, EQ թեստը որ առաջի անգամ լսում ենք, դուք սարսափ առաջացնում, բայց իրականում ինձ թվում է ինձ մոտ ստացվեց։ Ու այնքան անծանոթ է դեռևս իմ համար նախագիծը, չեմ էլ պատկերացնում ինչ է սպասվում։ IQ թեստ առաջին անգամ էի որպես այդպեսին գրում, ու բավականին հետաքրքիր էր, թե տարբեր տեսակետներով, տարբեր կողմերով մտածելու հնարավորություն էր տալիս, թե ավելի քեզ հոգեհարազատ քո խարակտերին մոտ տարբերակ ընտրելու մասին էր այդ թեստերը։ Ինչ որ չափով հարմարավետության գոտուց դուրս գալ էր ամեն ինչ իմ համար։ Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ հանդիպումներին։ Հարցազրույցների փուլի շրջանակներում թեստավորումը բարեհաջող անցած մասնակիցները հնարավորություն են ստանում առաջին անգամ ծանոթանալ իրենց ապագա հավանական մենթորների հետ, որոնք ի վերջո որոշում են կայացնելու, թե որ ուսանողներն են ընտրվելու համալսարանական թիմերի կազմում ու մասնակցելու կրթական փուլին։ Բարև ձեզ։ Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերներից մեկը ստում է։ Երեկոյան ուզում էիք հանդիպել, բայց ինքը ասաց, որ շատ զբաղված է, քննությանն է պատրաստվում, չի կարող հանդիպի, բայց այսօր առավոտ իմացաք, որ երեկոյան ամբողջ երեկոն այլ խմբի հետ, ընկերների հետ ինչ-որ մի ակումբում է եղել։ Արտուր Մարտիրոսյան, ծնվել եմ Թիֆլիսում, շատ վաղուց,
30 տարուց ավել աշխատում եմ Harvard-ի բանակցային նախագծի հետ կապված ընկերություններում։ Աշխատել եմ Միջին Արևելքում, Լատինական Ամերիկայում, Բալկաններում, Ռուսաստան, այս վերջերս էլ նույնիսկ Ռուսաստան-ուկրաինական հակամարտության հետ կապված։ Ձեր քայլը։ Իրականում, որ ինձ ստում են, ես դա ծանր եմ տանում։ Ընդհանրապես չէի շփվել, վերջացավ։ Չէի շարունակ, ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր ինձ համար ժամանակ չունեն։ Դե հիմա պատկերացրեք, ես այդ ընկերն եմ։ Իրականում ես բավականին տենց սարկազմով խոսացող մարդ եմ, տենց սարկազմով։ Ինձ հետ էլ փորձեք սարկազմով, խնդիր չկա։ Օրինակ ասեմ, էլ չկա տենց առիթներ, որ էլի գնաս առանց ինձ։ Առանց փաստերի ոչ մի համոզմունք ինձ համար արժեք չունի։ Այդ արդեն իմ համար ընկերություն չի։ Առաջին հերթին պետքա զրույց ունենամ ընկերոջս հետ, որովհետև տասնյակ նույնիսկ հարյուրավոր պատճառներ կարող լինեն, որը արդարացնում է իր պահվածքը։ Այս դեպքում նաև կփորձեի գտնել իմ խնդիրը կամ իմ սխալը։ Կարող է ինձ ծնի մեջ էր պատճառը։ Դուք ինչ կպատասխանեք։ Չես հավատա, բայց ակումբում շարունակում էի պատրաստվել քննությանը։ Շատ ողջունելի է, եթե կարողանում ես ակումբում դիֆերենցիալ պարապել։ Իսկ ինքը այդ քննությունը անցավ։ Ես։ Դուք ինձ հետ անձամբ հիմա պատկերացրեք, որ մենք այդ վիճակում ենք։ Հա։ Այո, շատ լավ հանձնեցի եւ իրանց կարծիքը օգնեց ինձ իհարկե։ Okay, ուրեմն ես կգնամ պատրաստվելու գիշերին ակումբում այդ նույն քննությանը առանց այդ ընկերոջ։ Որ ճիշտ ընկերուհի չի իմ կողքին, որ ճիշտ մարդու մտերիմ չեմ համարել։ Երբ է եղել ձեր վերջի տարաձայնությունը կամ բանավեճը եւ ինչ հարցի շուրջ է եղել։ Դասախոսներից մեկի հետ ունեցանք բանավեճ, ես ու իմ կուրսեցիներից մի քանի հոգի, ընդդեմ կարելի ասել դասախոսի։ Կենցաղում հենց 2 օր առաջ եմ ունեցել որոշակի նմանատիպ իրադարձություն սուպերմարկետում, կողված նրա հետ, որ ինձ գումարը քիչ էին տվել։ Վարսական բանականությունը կարող է մի օր գալ եւ բնաջնջել մարդկությունը։ Ես դեմ եի այդ տեսակետին։ 100 դրամի խոսք է թե 100 դրամի խոսք չէր, բայց եթե 100 էլ լիներ, ինձ թվում է ես Ձեզ համար կարևոր կլինի։ Հա, ինձ համար կարևոր է դա վերջո։ Ամեն ինչ բանակցելու շնորհիվ հնարավոր է այս կյանքում։ Բանավեճի արդյունքում մենք կարողացանք ապացուցել, որ մեր տեսակետը ճիշտ է։ Մենք ինչքան էլ որ հարգենք մեր ավակ սերնդին, մեր մտքերն էլ ունեն հարգվելու իրավունք։ Из вас не получится хороший оратор. Меня зовут Арсен, фамилия моя Витисов. Так получилось, что меня называют Арсен Борисович. Скорее всего, это из-за моего медицинского прошлого. Я доктор по специальности, имею ученую степень, но уже 30 лет я преподаю, развиваю бизнесы, работаю с людьми. Ինչու եմ ես sense մտածում։ Ինձ թվում է հնարավոր շատ կատեգորիկ մտածելու համար, չգիտեմ։ Չեմ կարող ասել ինչից ելնելով։ То есть вы считаете, что вы убедительный оратор и точка? Այո։ Մտածելու իրավունքը ձերն է, իրականում, բայց ես իմ ուժերի վրա վստահ եմ։ Իմ կյանքի փորձը այդքան էլ մեծ չի, ես 20 տարի է ինչ կամ աշխարհիս 30։ Բայց ամեն դեպքում ես կարողացել եմ մտնել աուրա ու կարողացել եմ սիրվել, կարողացել եմ նաև հասկացվել։ Գուցե խնդիրը ձեր մեջ է։ Դե փաստերը կլինեն միայն ձեր ներսում, թե դուք ինչու եք այդպես մտածում, որովհետև ըստ էության ես չտվեցի ձեզ նման հնարավորություն մտածելու, բայց մենք կարող ենք հանդիպել մի քանի տարի անց եւ կտեսնենք, թե ով ճիշտ կլինի։ Второй был у нас Гор с бородой. Կադրում էլ լավ նայվելու։ Вы заметьте, ни одного человека не было, который бы сказал бы нет. Правда, это правда. Тишмартусин – это просто товар, который продается, не более. Իրան վերցնում ենք, հա, ինքներ չէ ուժը։ Հա, բավականին։ Գևորգը փորձ ուներ, միակ մինուսը, որ հուզվում էր, դա էլ ոնց որ դասընթացների ժամանակ սովորեցնեն, չէ, ոնց որ հավասար լինեին Անետն ու Էլենը։ Շատ դարքի է, որովհետև 100-ից 100 է։ Ինքը մաթեմատիկայով է զբաղվում, բալանսավորված է, տեսեք, ինքը 90 ունի, EQ-ն էլ է շատ լավ բան արել, դրացել։ Տեսեք, արդեն 4 հոգի ունենք։ Ինչ որ բանը, ինքը ունի, հա, ինքնավստահություն կա իր մոտ, բայց չի նշանակում, որ չեն կտրել դեր։ Մարգարիտան, Անելիա։ Անելիա։ Իսկ երկրորդ աղջկան ինչ կարծիք եք Էլեն։ Элен. Кто-то там, да, был. Тут было много Милен, ни одна не проходит из Милен. То есть напрасно это имя так часто встречается, что ли? Մեր մոտ երիտասարդները ունեն սկզբունքային մոտեցում ազգի համար կարևոր հարցեր։ Մի կարևոր հարց ասեք, որովհետև մենք ունենք սկզբունքային
տարաձայնություններ։ 6, 7, 8, 9, 10. Դե լավ, մենք ասենք պատրաստ ենք։ Ասեմ հոյակապեր, ձեր բոլորի պատասխանը։ Հիմա հասել է այն պահը, որ պետք է ասեմ այն ուսանողների անունները, ովքեր որ հաղթահարեցին այս փուլը։ Անետ Թունյան, Համադրելով թեստավորման եւ հարցազրույցի փուլի արդյունքները, նախագծի մենթորները ձևավորեցին Երևանի պետական եւ հայ-ռուսական սլավոնական համալսարանների բանամարտիկներին, որոնք պետք է հանդիպեն միմյանց հետ արդեն կրթական ցիկլի շրջանակներում ու պատրաստվեն մեծ բանավեճին։ Ժասմին Աբրահամյան, Տարբեր ստեղծագործական թիմի հետ կապ չունեցող ֆորս մաժորային պատճառներից ելնելով այն է, առողջական կամ տեսախցիկի առաջ լինելու վախ ամեն թիմից նախապես ընտրված 10-ական մասնակիցներից կրթական փուլի նկարահանմանը ներկայացան 8-ական ուսանողներ, ինչը բարեբախտաբար չանդրադարձավ նախագծի բնականոն ընթացքի վրա։ Շնորհավորում եմ բոլորիդ։ Հանդիպելու ենք արդեն դասընթացներին, հետո արդեն քննարկումների ժամանակ, պիտի պատասխանատու ձևով արդեն փուլերի միջով անցնենք, սովորենք, իհարկե հաղթենք։ Շնորհակալություն անհատապես բոլորիդ մասնակցության համար։ Մասնակիցները ժամանեցին նկարահանման հրապարակ, որն իր մեջ ընդգրկում է մեծ լսարան դասընթացների համար, փոքր լսարան, որտեղ թիմերը հնարավորություն կունենան մեկուսանալ ու պատրաստվել բանավեճին, ինչպես նաև այսպես կոչված հանգստի կամ lounge զոնա, որտեղ ուսանողները կանցկացնեն դասընթացներից զատ ժամանակահատվածը, կմասնակցեն նրանց համար ստեղծագործական խմբի կողմից ծրագրված ակտիվություններին, կունենան հնարավորություն շփվելու միմյանց հետ, ճաշել եւ սրճել։ Ողջույն ընկերներ։ Իմ անունը Դավիթ է, ամբողջ շաբաթվա ընթացքում ես ձեզ հետ աշխատելու եմ, ես նախագծի հաղորդավարը ես եմ լինելու, ու աշխատելու եմ ձեր մենտորների հետ։ Դուք մոտավորապես գիտեք ինչի մասին է մեր նախագիծը։ Շաբաթվա վերջում ամենակարևոր բանավեճն է լինելու։ Բայց կա մի շատ կարևոր ինտրիգ։ Բանավեճին մասնակցելու են խմբերից 5-ական մասնակից։ Բարպետաց դասեր են լինելու։ Սուն ենք աշխատել։ Թեման էլ դուք պիտի կռահեք ինքնուրույն։ Մի մատը բարձրացրիք, ես հասկանում եմ հարցա, մեկնաբանություն, համաձայն չենք։ Տեղադրված են լինելու հուշող իրեր։ Ես դեմ եմ ձեր կարծիքի ու ընդհանրապես հակառակն եմ մտածում։ Չի ստացվի։ Այս անձնավորության հետ մենք չենք հասնելու մեր նպատակին։ Ինչ բարձեցիք։ Ճիշտը չասել եւ ստելը դրանք լրիվ տարբերվում են։ Ամեն ինչ բարձել եք։ Գժական